Ես ինքս դեմ չեմ, եթե Հայաստանը սկսի իր ճանապարհը դեպի Եվրամիություն, բայց կարծում եմ, որ այդտեղ մենք պիտի օբյեկտիվ իրավիճակը գնահատենք, մինչև ինչ-որ ճանապարհ ընտրելիս։ Մենք գիտենք, որ առնվազն մի քանի մարզերում մարդիկ գնում են Ռուսաստան աշխատանքի։ Այսինքն, եթե մենք ընտրում ենք ԵՄ ճանապարհը, այդ մարդիկ փաստացի զրկվելու են իրանց աշխատավարձից եւ չեն կարող իրանց ընտանիքները պահել։ Դա բացասական է մեր տնտեսության վրա ազդելը, դա մեկ։ Երկրորդը, մեր տնտեսության կարևոր բաղադրիչ մեր արտանումները։ Մենք գիտենք, որ մեր գյուղմթերքը գրեթե 90%-ով գնում է Ռուսաստան։ Այսօրվա դրությամբ, որ Ռուսաստանը փակել է իր սահմանը մեր արտադրության համար, մենք տեսնում ենք ինչ վիճակում է հայտնվել գյուղացին։ Եվրամիությունը մեզ չի տալի այլ ընտրանք։ Մենք գիտենք, որ եթե Հայաստանը այս պահին միանա Եվրամիությանը, չնայած կարծում եմ մոտակա 20 տարի մեզ այդպես բան չի սպասում, բայց ամեն դեպքում դա նշանակում է, որ փակվելու են ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան։ Եվս մի բացասական ազդեցություն։ Մենք գիտենք, որ 2 միլիոնից ավել հայ է ապրում Ռուսաստանում ու նամանավանդ ամառ իրանք գալիս են իրանց հայրենիք հանգստանալու, որը նաև դրական տուրիստական հոսքեր է ապահովում եւ դրական է մեր տնտեսության վրա ազդում։ Եվս մի ճանապարհ մեր տնտեսության համար փակվում է։